Պարոն Սարգսյան, աշխատաշուկայում ինչ պատկեր ունենք։ Աշխատաշուկան այսօր բավականին դինամիկ է, եթե հաշվի առնենք, որ բավականին շատ թափուր հաստիկներ ունենք եւ մյուս կողմից նաև ակտիվ երիտասարդություն ունենք, ովքեր ցանկանում են աշխատել։ Եթե ժամանակի ընթացքի հետ դիտարկումներ անենք, համեմատություններ, կտեսնենք, որ տարիներ առաջ մեր ուսանողները այնքան ակտիվ չէին եւ այնքան հաճախ չէին ընդունվում աշխատանքի եւ անգամ փոխում իրենց աշխատանքը, քան այսօր։ Եվ սա արդեն խոսում է նրա մասին, որ կա լայն ընտրության հնարավորություն։ Սակայն պետք է նաև կարևորենք հետեւյալը, որ պետք է աշխատաշուկան ամբողջության մեջ դիտարկենք, ոչ միայն բարձրագույն կրթություն, այլ միջին մասնագիտական կրթությունը եւս կարևորելով, որովհետեւ այստեղ եւս բավականին շատ պահանջարկ կա աշխատողների եւ թե միջին մասնագիտական քոլեջները, թե մասնագիտական կարողությունների վերապատրաստումն իրականացնող տարբեր ծրագրերը եւս այսօր բավականին օգնում են, որպեսզի իրենք արագ ինտեգրվեն աշխատաշուկայում։ Աշխատաշուկայում պահանջարկը մեծ է հենց միջին մասնագիտությունների նկատմամբ, որ մասնագիտություններն են, որ այս պահին ունեն պահանջարկ, բայց մասնագետները քիչ են։ Արդյոք, եթե համեմատում ենք 10 տարի առաջվա հետ, բացը լրացվել է։ Վերջին ժամանակահատվածում դուք կարող եք փաստել, որ ծառայությունների ոլորտը շատ ակտիվ է զարգանում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ նաև Հայաստանում։ Եվ ծառայությունների ոլորտում աշխատելու ժամանակ կան աշխատանքներ, որի համար չի պահանջվում բարձրագույն կրթություն կամ չի պահանջվում երկար տարիների աշխատանք, փորձառություն, ընդհանրապես պետք է փորձ։ Եվ այս նպատակով, օրինակի համար, եթե շեշտենք տարբեր ոլորտներ, դա այն նույն ծառայության ոլորտում կարող լինի տուրիզմը, այսինքն այդ ոլորտում որոշակի, չեմ ասում բոլոր աշխատանքները, բայց կան որոշակի աշխատանքներ այս մասով, սպասարկումը, խոհարարական աշխատանքը, մատուցող աշխատանք եւ այլն, այսինքն աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են ընդհանրապես որոշակի ժամանակահատված վերապատրաստվել եւ ակտիվ արդեն աշխատաշուկայում գործել։ Նախկինում ձեր մատնանշած մասնագիտություններով մարդիկ հիմնականում ստվերում էին աշխատում, այժմ ինչ պատկեր ունենք։ Արդյոք գործատուն եկել այն գիտակցման, որ պետք է աշխատողին գրանցի։ Այս տարիների ընթացքում բավականին ակտիվ քաղաքականության արդյունքում, երբ որ մենք իրազեկում ենք ամենուրեք եւ ամեն ձև, որ այդ հարաբերությունները եւս պետք է լինեն աշխատանքային հարաբերություններ, նաեւ բնականաբար վերահսկողական եւ տեսչական գործողությունները իրենց հաջողությունը գրանցել են եւ այսօր ունենք ավելի լավ պատկեր, քան ունեցել ենք եւ այո, շատ դեպքերում, բնականաբար չեմ կարող ասել բոլոր դեպքերում, բայց շատ դեպքերում հարաբերությունները արդեն ամրագրված են աշխատանքային պայմանագրի տեսքով։ Կան այստեղ օրենսդրական բացեր։ Եթե մեկնաբանության տեսանկյունից նայենք, ապա ոչ, կիրառության տեսանկյունից այո, որովհետև նաև որոշ դեպքերում մեր գործատուները գտնում են, որ այդ հարաբերությունները ծառայությունների մատուցման հարաբերություններ եւ ոչ աշխատանքային եւ կնքում են ոչ թե աշխատանքային պայմանագիր, այլ այդ ծառայությունների մատուցման պայմանագիր։ Այստեղ եւս կա որոշակի աշխատանք կատարելու անհրաժեշտություն, որը կրկին մեր կողմից իրականացվում է, բայց եթե նայենք զուտ օրենսդրական կարգավորումների համատեքստում, ապա հստակություն կա աշխատանքային հարաբերությունների պարագայում, ինչ պետք է լինի, որ անձը դառնա աշխատող, ինչ երաշխիքներ պետք է ունենա, ինչպես պետք է այդ փաստաթուղթը ամրագրվի։ Կարգավորումները հստակ ամրագրված են։ Խնդրեմ ասեք, թրենդային այն մասնագիտությունները, որոնց պահանջարկը կա, բարձր վարձատրվող են, բայց թափուր աշխատատեղերը շատ են այս մասնագիտությունների մասով։ Երևի թե նոր կարող կրկնվեն, բայց իրականում այսօր մեր մոտ շատ ակտիվ է նույն ծառայությունների ոլորտը, բայց նաև չմոռանանք, որ նաև կա մեխանիկական ոլորտի սպասարկում, նույն ինքը ավտոմեքենաշինության ոլորտում եւ այլն, որը որ առաջին հայացքից թվում է թե շատ նեղ մասնագիտական գիտելիքներ պետք չի, բայց մյուս կողմից բավականին շատ վերապատրաստումներ է պետք եւ բավականին բարձր են վարձատրում նույն ավտոմեքենաների վերանորոգումը, դրա հետ կապված մնացած գործողությունները, որ ինքը եւս այսօր բավականին ակտիվ եւ մեծ պահանջարկ ունեցող ոլորտ է, հաշվի առնելով նաեւ մեքենաների քանակը Հայաստանի Հանրապետությունում եւ այո, այդ ոլորտում աշխատելու համար եւս բարձրագույն կրթություն շատ դեպքերում պետք չէ, ավելի շատ պետք է միջին մասնագիտական քոլեջում կամ վերապատրաստումների ձևով գիտելիքների ավելացում։ Եթե փորձենք բնորոշել աշխատաշուկան, ինչպիսին է մեր աշխատաշուկան։ Բավականին դինամիկ, այսինքն ամեն ինչ այսօր աշխատաշուկայում կա եւ կա բարձր վարձատրվող աշխատանքներ եւ միջին եւ ցածր եւ բոլորի մասով կա ինչպես պահանջարկ, այնպես էլ առաջարկ։ Մեր մոտ այսօր խնդիրը ընդհանրապես իրար գտնելու մեջ է։ Երբ որ կարողանան երկու կողմերը մեկ տեղում լինեն, որովհետեւ մենք փորձը ցույց է տալիս, երբ որ կարողանում ենք ճիշտ պահին ճիշտ տեղում լինել եւ ճիշտ մատուցել այն ինչը որ մենք կարող ենք իրականացնել, դրանից հետո ծագելու են հարաբերություններ աշխատանքային, որովհետեւ բավականին մեծ այսօր թվով աշխատողի կարիք կա եւ շարունակաբար, եթե տեսնում եք տնտեսության տարբեր ոլորտներում եւ ճյուղերում
բավականին ակտիվ գործունեություն ծավալողներ կան, այդ թվում նաև ոլորտներից մեկն է, եթե առանձնացնենք, դա շինարարության ոլորտն է, այո, որտեղ եւս կտեսնենք, որ միշտ չի որ բարձրագույն կրթություն է պետք, իհարկե կան շատ մասնագիտություններ նեղ, որը բարձրագույն կրթություն է պահանջում, բայց շինարարության ոլորտում կան աշխատանքներ, որի համար կրկին պետք է փորձառություն, բայց ոչ բարձրագույն կրթություն, եւ այնտեղ ենք բավականին մեծ թվով քաղաքացիներ ունենք ներգրաված, որոնց պարագայում այո որոշ դեպքերում կամ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվում կամ լինում են անգամ պայմանագիր չեն ունենում, բայց ինչպես նշեցի, ակտիվ աշխատանքների արդյունքում թե տեսչական, թե վերահսկողական, թե օրենսդրական կարգավորումների իրազեկման շրջանակներում փորձում ենք նաև այս խնդիրը հնարավորինս մինիմալացնել։ Պարոն Սարգսյան, շինարարության ոլորտի զարգացման պայմանավորված ինչպես փոխվեց աշխատաշուկան։ Եթե մենք նայենք կրկին ժամանակի մեջ կտեսնենք, որ 1-2 տարի չէ, որ շինարարության ոլորտը Հայաստանում զարգանում է, սա արդեն տևական ժամանակ է, որ մեր մոտ այո, դրանից առաջ էլ մեր մոտ ուղղակի 20-ից ինչ-որ մի ժամանակատված հաշվի առնելով նաև COVID-ը եւ պատերազմը որոշակի անկում ունեցանք, բայց եթե նայենք մենք կարելի ասել բավականին երկար ժամանակ է, որ Հայաստանում տնտեսության ճյուղերի մեջ զարգացող ճյուղերից մեկը դա շինարարության ոլորտն է։ Եվ այո, տարվա վրա այդ պատկերը փոխվում է, որովհետեւ հնարավորինս ավելի շատ մեր քաղաքացիները նախընտրում են մնան եւ աշխատեն այստեղ, քան թե այդ մասով գնան արտագնա աշխատանքների։ Եվ սա իհարկե իր պատկերը եւս փոխում է թե ժողովրդագրության տեսանկյունից, որովհետեւ իրենք նաև պոտենցիալ, եթե տեղափոխվում են, ինչ-որ մի ժամանակ հետո նաև ընտանիքներին էին տեղափոխում, եւ նաև իրենք երբ որ ստեղծում են, աշխատում են իրենց պետության մեջ, նաև նպաստում են համախառներքին արդյունքին, տնտեսության զարգացմանը, նոր հնարավորությունների ընձեռմանը, թե իրենց ընտանիքին, թե նաև բնականաբար հանրությանը։ Եվ սա նաև նպաստում է, ինչպես նշեցի, ոլորտի զարգացմանը, որովհետեւ իրենց փորձը, ներուժը ներդնում են այստեղ, իսկ աշխատանք կա, առաջարկ կա։ Բնականաբար նաև պետք է մենք, եթե դիտարկենք նաև զուգահեռ, կտեսնենք, որ օտարերկրացիներն են բավականին ակտիվ մեր աշխատաշուկայում, նույն ընդունված այս վերջին տարիներին չէ շատ խոսել հնդիկների մասին, որոնք եկել են հենց նաև սերվիս ծառայության ոլորտն են վերցրել, հիմնականում դե առաքման ոլորտն են իրենք իրականացնում տարբեր պատճառներով, այդ թվում նաև որովհետև իրենք կարող են երևի ավելի մոբիլ այդ մեքենաները վարել եւ այլն, հաշվի առնում եւ իրենց փորձը, որովհետև դրա համար էլ է փորձ պետք, այլ ոչ թե բարձրագույն կրթություն, բայց միշտ աշխատաշուկայում առաջարկն ու պահանջարկն է ամեն ինչ որոշում, հետեւաբար եթե իրենք են կարողացել այդ ոլորտում իրենց գործունեությունը ծավալել, միգուցե մենք մեր հայրենակիցները այդ ոլորտը չեն դիտարկել իրենց համար առաջնային եւ չեն ցանկացել այդ ոլորտներում աշխատել։ Հակառակ պարագայում կարծում եմ հենց իրենցով կհամալրվեր։ Ես եմ շնորհակալ։